Նրանում, որ իրականում այսքան հազարավոր անաձեռներստեր մնալու են անգործունակ, որովհետև իրականում հաճախորդը գալու է կամ մենք մեր ապրանքը որ բերում ենք ստեղ պետքա կայանի որ դատարկենք, այսինքն որտեղ ես, այսինքն տանեմ մեքենաս քանակեր կանգնացնեմ, ոտով բերեմ ստեղ, ո՞նց եմ անելու, չի լելու։ Երբ են սկսել աշխատանքները։ Դե կոնկրետ մոտ մի ամիս առաջ եկան, մենք ասացինք, որ ըստ մի արեք, ոնց որ ժամանակավոր իրանք էսի բաների, երեք իրիկունը բերել են, այս ֆրանկ դրել են նորից։ Բերեցին այս ավազը լցրեցին, ու տենց իմացանք, որ առավոտ եկանք, անակնկալիտ եկանք, որ այս արդեն Դենց է, որ իրազեկի չենք եղել մենք, որ այստեղ նպատակ այլ է, բայց շինարարներն ասում են, որ մենք արդեն բավականին ժամանակա հաստատված է, մենք մեր գործ ենք անում, դե հիմա իրանցից ինչ մենք պահանջենք։ Բայց զուգահեռ նաև ճանապարհն է, հա, Փոքրանում։ Բա ինչ անում, Փոքրանում է չեք տեսնում։ Մինչդեռ Նայեք, հիմա այս մեքենան կանգնած է, նայեք հələ որտեղ է կանգնել։ Այսինքն ինչ անում, արդեն իսկ խանգարում է երթևեկությանը։ Այսինքն երթևեկություն, նայեք, արդեն փաստացի հիմա դուք տեսնում եք, նկարում եք։ Իսկ եթե հիմա այս մեքենան կանգնի ստեղ, ոչ մի բանի չի խանգարի։ Իրականում չի խանգարում։ Տեսեք, Երևանում ճանապարհների հետ կապված է բավականին խնդիրներ։ Շատ վատ վիճակ է, այո։ Շատ ծանրաբեռնված է Երևանի փողոցները, նաև հաշվի առնելով, թե որքան են շատացել տրանսպորտային միջոցները։ Բա իհարկե, բա գոնե դրա մասին մտածել։ Զուգահեռ ճանապարհ փոքրացնելը որքանով է տրամաբանական։ Բա հենց տրամաբանական չի, դրա համար մենք այս հարցին ուզում ենք որ լուծում տակ։ Ձեր միջոցով ուզում ենք տեղեկացնել, որ իրանք կարող է, չգիտեմ, իրանց տեղը չի երևում իրանց մոտից նստած, բայց իրականում սա անելու բան չի։